տեղի է ունեցել ես իմ պատկերացմամբ իրապես ինքնորոշված մտածողություն ունեցող եւ այդ տրադիցիոնալ քաղաքական այդ ախտահարված մտածողությունը կրող մարդկանց մեջ մինչեւ տեղի ունեցել լուրջ պայքար եւ կոնկրետ վերամիավորման որոշումը եւ անկախության հռչակագիրը այդ ինքնորոշված մտածողություն ունեցող մարդկանց ծանր գնով ձեռբերված, այսպես ասեմ, հաղթանակն է, բայց նրանց ուժերը, քանի որ հավաքական մտածողությունը շարունակում էր մնալ ախտահարված, չհերիքեցին որպեսզի այդ մտածողությունը դառնա տիրապետող։ Եվ աբսուրդ ու պարադոքսը Արցախի դեպքում այն է, որ իրականում ֆիզիկական հարվածը երբ որ եղավ պատերազմի տեսքով, մենք այդ պատերազմը կարողացանք դիմանալ եւ կարողացանք հաղթել։ Մենք ինքնական մեր ախտահարված մտածողության արդյունքում արդեն իսկ ձեռք բերված սուբյեկտայնությունից հրաժարվեցինք։ Դա եւս ցեղասպանության ամենադաժան հետևանքը եւ դասն է։ Մենք ենք հրաժարվել։ Երբ որ շատերը գովում են Ադրբեջանին, ես միշտ ասում եմ, որ եթե մեր դիմաց եւս լիներ նման ախտահարված ողորմնի մտածողությամբ ազգ, հանրություն, պետություն, մենք ընդհանրապես որևէ խնդիր չէինք ունենա։ Արցախը մեզանից չեն վերցրել, մենք ենք տվել, եւ ոչ միայն Արցախը, Հայաստանը մենք ենք տալիս։ Ու դրա հիմնական պատճառը մեր ախտահարված, խեղաթյուրված մտածողությունն է։ Չգիտակցումը, թե ինչ է պետությունը եւ ինչ է նշանակում լինել քաղաքական սուբյեկտ։ Մնացածը ածանցյալ է։